Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալում հիմա կարծես սկսվել է այն փուլը, երբ հերոսների ճակատագրերը որոշվում են ոչ թե ուժով, ոչ թե սպառնալիքներով, այլ ճշմարտությամբ, և այդ ճշմարտության կենտրոնում այս պահին Լեան է։ Վերջին սերիաներից ակնհայտ է դարձել, որ Լեան այլևս այն աղջիկը չէ, որ նախկինում պատրաստ էր ժպիտով պայքարել ամբողջ աշխարհի դեմ։ Նա հոգնել է, նա կոտրվել է ներսից, նրա աչքերում այլևս չկա այն վստահությունը, որը կար, երբ ասում էր, որ Լեոին սիրում է և ոչ ոք չի կարող նրանց բաժանել։ Հիմա նա ապրում է մի գաղտնիքի հետ, որը բառացիորեն խեղդում է նրան։ Նա գիտի այն, ինչ Լեոն դեռ ամբողջությամբ չգիտի։ Նա լսել է հոր խոստովանությունը ու հիմա հայրը գնացել է Լեոյի գերեզմանի մոտ ու ասում, որ կցանկանար, որ Ռաֆը ողջ լիներ։ Ոչ թե նրա համար, որ իր խղճի վրա ծանրացել է Ռաֆի մահը, այլ նա ցանկանում էր, որ հավասարը հավասարի կռվեն։ Սա նշանակում է, որ Հունանը Ռաֆի մահով չի հանգստացել, այլ ավելին, նա որոշելու է պայքարել նրա որդիների հետ, իսկ դա նշանակում է, որ նրանց շատ ծանր փորձություններ են սպասվում։ Հունանն ամեն ինչ անելու է, որ Ռաֆի երեխաների կյանքն իսկական դժոխք դառնա։ Լեան գիտի, թե ինչ ողբերգություն է կանգնած Սարգսյանների ընտանիքի պատմության հետևում, և ամենացավալին այն է, որ նա մենակ է այդ բեռի տակ։ Նրա ընկերուհիները փորձում են օգնել։ Նրանք տեսնում են, որ Լեան փոխվել է, տեսնում են, որ լաց է լինում, փակվում է իր մեջ, խուսափում բոլորից, բայց նրանք չգիտեն իրական պատճառը։ Նրանք կարծում են, որ սա հերթական սիրային ճգնաժամն է։ Միգուցե մտածում են, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կանցնի, սակայն իրականում Լեայի ցավն ավելի շատ խորն է։ Նա չի բաժանվել Լեոյից, որովհետև դադարել է սիրել, նա բաժանվել է, որովհետև կարծում է, որ այդ սերն այլևս իրավունք չունի գոյություն ունենալ։ Եվ հենց այստեղ է Իննայի կերպարը դառնում չափազանց կարևոր։ Իննան վերջին ամիսներին ավելի ու ավելի հաճախ է հակադրվում Հունանին։ Եթե սերիալի սկզբում նա հիմնականում լուռ էր, համբերատար, փորձում էր խուսափել բախումներից, ապա հիմա արդեն տեսնում ենք մեկ այլ Իննա՝ մի կին, որը հոգնել է ամուսնու սխալների հետևանքները տեսնելու։ Մի մայր, որը տեսնում է սեփական աղջկա կործանումը, և ամենակարևորը՝ մի մարդ, որը գիտի ճշմարտությունը։ Իննան շատ լավ հասկանում է, թե ինչու է Լեան այդ վիճակում։ Նա գիտի, որ խնդիրը Լեոյի մեջ չէ։ Նա գիտի, որ խնդիրը նույնիսկ Լեայի որոշման մեջ չէ։ Խնդիրը Հունանի անցյալում է, այն անցյալում, որը տարիներ շարունակ թաքցվել է։ Եվ հենց դրա համար չափազանց հետաքրքիր է այն հանգամանքը, որ Իննան որոշում է հանդիպել Լեոյին։ Սա սովորական հանդիպում չէ, սա կարող է դառնալ ամբողջ սերիալի ամենակարևոր խոսակցություններից մեկը, որովհետև եթե կա մարդ, որը կարող է վերջ տալ այս լռությանը, ապա դա հենց Իննան է։ Հարցն այն է, ով կհամարձակվի։ Մի կողմից նա մայր է, նա ուզում է պաշտպանել Լեային, նա ուզում է, որ իր երեխան երջանիկ լինի, և նա արդեն տեսնում է, որ Լեան պարզապես գոյատևում է, ոչ թե ապրում։ Մյուս կողմից նա տարիներ շարունակ ապրել է Հունանի կողքին։ Նա գիտի, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ամբողջ ճշմարտությունը բացահայտվի։ Գիտի, թե որքան վտանգավոր կարող են լինել հետևանքները, եթե Իննան պատմի ամեն ինչ Լեոյին, ապա հնարավոր է բախում տեղի ունենա։ Առաջինը՝ Լեոն վերջապես կհասկանա, թե ինչու է Լեան իրենից հեռացել։ Այս պահին Լեոն ապրում է մերժված մարդու ցավով։ Նրան թվում է, թե Լեան պարզապես ընտրել է ուրիշ ճանապարհ, բայց եթե իմանա ճշմարտությունը, նրա ամբողջ պատկերացումներն աշխարհից կփոխվեն։ Նա կհասկանա, որ Լեան ոչ թե դավաճանել է իրեն, այլ փորձել է փրկել բոլորին։ Երկրորդը՝ Լեոն կարող է վերջնականապես կորցնել վերահսկողությունը։ Սա այն վտանգն է, որից բոլորը վախենում են։ Լեոն առանց այդ էլ ծանր վիճակում է։ Նա արդեն կորցրել է հորը, ապրել է տարիներ շարունակ անպատասխան հարցերի հետ, իսկ հիմա, եթե ամբողջությամբ համոզվի, որ իր կյանքի ամենամեծ ողբերգության հետևում կանգնած է Լեայի հայրը, նրա արձագանքը կարող է շատ կտրուկ լինել։ Երրորդը՝ հենց Լեան կարող է բարկանալ Իննայի վրա, որ հանդիպել է Լեոյին, որովհետև Լեան որքան էլ տանջվի, այս պահին հավատում է, որ իր լռությամբ պաշտպանում է մարդկանց։
Լեան արդեն մի քանի անգամ ցույց է տվել, որ պատրաստ է հակադրվել ամուսնուն, երբ խոսքը վերաբերվում է իր երեխաներին, և սա շատ կարևոր է այդ կերպարի համար։ Տարիներ շարունակ Ինան փորձում էր պահպանել իր ընտանիքը։ Հիմա նա սկսում է հասկանալ, որ երբեմն ընտանիքը պահպանելու համար պետք է կանգնել ճշմարտության կողքին։ Եթե նա իսկապես որոշի պատմել ամեն ինչ, ապա դա կլինի ոչ միայն օգնություն Լեոյին և Լեային, դա կլինի նաև սեփական ապստամբությունը Հունանի դեմ։ Բավական է այս գաղտնիքները չափազանց շատ կյանքեր են կործանել, և գուցե հենց այդ պատճառով առաջիկա սերիաները կարող են շրջադարձային լինել, որովհետև մինչ այժմ ճշմարտությունը պահում էին Հունանը, Ավոն, Էռնան, Իննան և մի քանի այլ մարդիկ, բայց գաղտնիքները երկար չեն ապրում, հատկապես երբ դրանց պատճառով տառապում են անմեղ մարդիկ։ Հնարավոր է, որ Իննան փորձի օգնել Լեային ու Լեոյին, բայց ինչպես է նա դեմ գնալու ամուսնուն ու փորձելու օգնել իր երեխաներին, որպեսզի նրանք կարողանան երջանիկ լինել։ Մյուս կողմից Գրիշոն էլ ավելի ամբարտավան ու երեսառած է դառնում։ Նա ուղղակի գնում է Դավիթ պապի տուն ու ասում, որ եկել է իր կնոջը տեսնելու։ Իհարկե, Մանանն ունի իր ծրագրերն այս ընտանիքի հետ կապված, բայց ինչ է սպասվում, ինչ է տեղի ունենալու, կիմանաք շատ շուտով։